Խենք հավատացյալ, որտեղ մեզ տարբերակող բանը հավատքով ապրելն է։ Մենք չենք ապրում երևույթով, մենք ապրում ենք հավատքով։ Բայց այսօր կուզեմ կարճ ես էլ ուշադրություն գրավեմ, հավատքը մեզ տրված չի ուղղակի գործածելու համար, հավատքը Աստծուն հաճեցնելու համար է։ Հավատքը Աստծո հետ կապված լինելու եւ Աստծո հետ հաղորդակցվելու եւ Աստծուն հաճեցնելու համար։ Ամեն։ Հավատքը կարելի է ոնց որ եկեղեցին գործի առանց գլխի, առանց Քրիստոսի, ոնց որ ասած Կարեն աղբեր անգամ ավետարանչություններ անել, անգամ գործողություններ անել, անգամ չգիտեմ բարեգործություններ անել, բայց Աստծո բարեհաճության մեջ չլինի դա կտրված լինի Տիրոջից։ Նույնն էլ հավատքը, նույնպես կարա մարդը գործածի իր կյանքում, բայց Աստծուն չհաճեցնի։ Կա այդպիսի երևույթ, ոնց է կարծում։ Ես ուզում եմ հիմա մենք ուշադրություն դարձնենք դրան եւ թույլ տանք, որ Աստված մեզ դրա մեջ տանի, որ մենք լինենք միշտ իրան հաճելի։ Օրինակ, ստեղ գալուց առաջ ես մտածել եմ, ինչ խոսամ, որ Աստծուն հաճելի լինի։ Շատ հեշտ է, Կարեն աղբորն եմ ասում, առաջ երբ որ ես քարոզչություն էի անում, դա հասունության հետ շատ փոխվում է ամեն բան։ Այն ժամանակ կարող ենք մի քանի համարներ վերցնենք առանց մտածելու ես, թե Տերը ինչի նկատի ունի։ Ուղղակի նման է, լավ է, իրար այդ համարները կապելու եւ մեր ասելիքը հասցնենք ժողովրդին։ Բայց դժվար է հասունության հետ եւ նաեւ ասեմ ռեմեմ դժվար է քարոզել ինչ ուզում ես։ Դու պետք է իսկապես Աստծո հետ հաղորդակցվես եւ բերես այն ինչ որ Աստծո կամքն է։ Սերներ, ես սլի բան հայտնաբերեցի, թե շատ չեմ ասի, շատ համարներ Տերը ինձ տվեց, շատ ու խեմ ասում հաստատ Տերը տվեց, որտեղ այդ համարները ես տեսա մի հատ puzzle է, որ այդ puzzle-ով Տերը հավաքեց մի հատ գլխավոր միտք, ինչը որ հիմա կարճ ես կասեմ։ Այդ հավատքը, որը մեզ տրված է Աստծուն հաճեցնելու համար սիրելիներ։ Հավատքը դա ներսի երևույթ է։ Հռոմեացիների մեջ ինչ ասում, հավատքը լսելուց է, լսելն է Աստծո խոսքից։ Հավատքը ուղղակի լսելուց չի, հավատքը ներսի երևույթ է։ Հավատքը, որ այդ բառը գրված է, որ լսելուց է, այսինքն որ դու ներսով քո զգայարաններով կարողանում ես լսել, այդ ժամանակ Աստված կարողանում է խոսալ քեզ հետ։ Հիշում եք Հիսուսն ասում էր լսելով կլսեք, բայց չեք լսի։ Հետո որ ասում էր ճշմարիտ եմ ասում, ուշադրության եք գրավում։ Հիմա դուք եք նստած եք, բոլորը չի որ կարող եք ուշադրություն ներսով լսել։ Մեկը, չգիտեմ, ամեն մեկս մեր մոտիվները ունենք։ Ինչի մեկը կա հնարավոր է ուղղակի դե պիտի գայիր հավաքույթի ժամը լրացնեիր, սովորույթա գնայիր տուն, մեկը գալիս է հավաքույթի, ես չգիտեմ, տարբեր բաներով ենք, մենք մարդ ենք, ինչպես Կարեն աղբերն էլ շեշտեց, մենք բոլորս էլ մեղանչական մարդիկ ենք, ոչ մեկը մեկից մեծ չի սիրելն է, բայց մեզ Տերը միաբանում է իր շուրջ, իր մտքի շուրջ, Սուրբ Հոգին դրա համար է տրված, այսի լոկ հավաքույթ չի, որ մենք տարբեր տեղերից եկել ենք, տարբեր տարիք ունենք ու բոլորս հիմա մեր մտքերի մեջ մնացել ենք, սպասում ենք ինչ-որ մեկը մի արարողություն անցնի գնանք, ոչ սիրելիներ, մենք եկել ենք միաբանվենք Քրիստոսի շուրջ, համաձայն եք, մենք եկել ենք իր միտքը լսենք, իր ուզածը հասնի մեզ, որ մենք իրան հաճեցնենք։ Լավ, եկեք մենակ կարդամ Եբրայեցիների 11-րդ գլխից, այսի ուրեմն լավ թեմա է, Ջան, հա, հիմա տեսեք հետաքրքիր բան եք առնելու, ասեմ ձեզ, որտեղ ես նոր եմ հետի առել, միշտ էսի նայել եմ հավատքի հերոսներ, բայց ստեղ նայեցի մեկ այլ բան տեսա, որ ինչն էր այդ բոլորին կապում, մեկ բառով կարելի ասել հավատ, բայց դա չի լոկ, այդ հավատքը չի, հիմա կնայենք, հավատքը ուսացած բաների մեկից հաստատությունն է, չերևացող բաների ապացույցն է, որտեղ նրանով առաջինները վկայություն ընդունեցին։ Ուշադիր եղեք, վկայություն ընդունեցին, նախ մարդը իր քրիստոնեական կյանքում կամ իր արարքների մեջ նախ պետք է Աստծուց ինչ ունենա վկայություն ընդունի,
վկայություն, այսինքն Աստծուց խոսք լսի, Աստծուց ձայն լսի, ինչպես այսօր Կարեն աղբերն շեշտադրում է, որ մենք կապված լինենք, ինչ որ անում ենք, ինչ արարք անում ենք, մենք պետքա Տիրոջից վկայություն, մեր վկայությունը էդի, մենք Աստծո ձայնը չենք կարող լսենք, սերներ, գրված է, որ Աստծո խոսքը մի հատ մեծ ամպրոպի նման է, մեր ներսից, մեր այդ զգայական, մեր այդ հոգևոր իրականությունից, մեր ներաշխարից մենք պետքա Աստծո վկայությունը լսենք, որ արժի էդի խոսանք, արժի էդի ասենք, արժի էդի անենք, որպեսզի իրան հաճելի լինենք։ Մենք կանչված չենք արարողություն անել, այլապես սիրելին ենք, բերեք ամեն անգամ ձեր այդ մերկու մոմի տեղ դնեմ ստեղ, դնենք ստեղ, անենք, մենք էլ գնանք, մոմ չկա կամ չգիտեմ։ Նրանով առաջինները վկայություն ընդունեցին, լսում եք, լսեցին Տիրոջից վկայություն առան, ոնց որ հետո ասում է, լավ շատ, որտեղ նրանով առաջինները վկայություն ունեցին, հավատքով ենք իմանում, որ աշխարհը Աստծո խոսքով հաստատեցան աշխարհները, չերևացողներից տեսնողները եղած են։ Հիմա շարունակում հավատքով Աբելը Կայենից ավելի լավ պատարակ մատուցեց Աստծուն, որը վկայություն ընդունեց, թե արդար է եւ որ Աստված նրան պատարակների վրա վկայություն տվեց, որ Աստված նրա պատարակների վրա ինչ արեց, էլի վկայություն տվեց, հաստատեց, որ նրան տակավին հիմա էլ խոսում է, թեպետ եւ մեռել է։ Հավատքով Ենոքը փոխվեցավ, որ մաչ է տեսնի եւ չէր գտնվում, որտեղ Աստված փոխեց նրան եւ իր փոխվելուց առաջ վկայվեցավ, որ հաճելի է Աստծուն։ Եվ 6-ով եզրափակեմ, առանց հավատքի անկարելի է Տիրոջը հաճելի լինել։ Որտեղ Աստծուն մոտեցողը պետք է հավատա, թե նա կա եւ իրան խնդրողներին վարձահատույց կրի։ Հավատքը Աստծուն հաճեցնելու համար է։ Հավատքը ուղղակի գործածելու համար չի, հավատքի գործեր անելու։ Սերներ, ես ժամանակը չէի, որպես խարիզմատ ձեզ եկան թերություններ ասեմ, ոնց մենք կարայինք հավատքը գործածեինք Աստծո ուշադրությունը փորձենք գրավել, Աստծուց կստանանք մեր բժշկությունը, Աստծուց կստանանք մեր բարգավաճումը, դա սխալ վարդապետություն է, սա ճիշտ վարդապետություն չի, պետք է Աստծուց նախ վկայություն ստանանք, որ ինքը ուզում է դա լինի, ինքը հաստատում է, որ դա կուզի լինի, եւ հետո մենք դրա համար, եթե աղոթենք, վստահ կտեսնենք դրա պատասխանը։ Համաձայն եք սիրելի։ Դա համար շատ հիվանդներ կան, աղոթում ենք, Տերը քեզ բժշկում է, Տերը քեզ բժշկում է։ Այո, չէ, ճիշտ է բժշկումը, չգիտես ինչն է բժշկում։ Մեր Կարենը տարիներ առաջ ես հենց ինքս բժշկվեցի, երբ որ բժշկության մասին ճիշտ ցույց տվեց ինչ է նշանակում։ Դուք չգիտեք Տերը ինչպես է բժշկում իրան։ Այո, կարող ենք հայտարարել, Տերը քեզ բժշկում է, բայց մենք չենք կարող գնանք ասենք, այսօր նայում ես մահամեծ մարդը, գնում ենք ասում ենք, Տերը քեզ բժշկում է, հիմա ոտի գանի մեկ էլ 2 րոպե հետո մեռավ այդ խեղճը։ Դու ինչի սխալ հույս տվեցիր այդ խեղճին։ Դու առել ես, որ հիմա Տերը իրան ոտի։ Մենք ես լավ գիտեմ էդի։ Ոնց է գնում ենք սաղին, հալելույա, Տիրոջը փող ունես, փող կունենաս, հիվանդես կբժշկվես, սաղ կլի մեկ էլ տենես չի լինում, ու ասում ժամանակներ, այս մարդուն սխալ հույս ենք մենք տվել։ Հավատքը նորից ուզում եմ շեշտել։ Նախ վկայությունն է մեր մեջ, Աստված տվել է դա, որ դրա միջոցով նախ իր հետ հաղորդակցեն։ Հավատքը ուղղակի գործածելու համար չի։ Բերեք մի հատ sense օրինակ բերեմ։ Եղիային Տերը ասեց գնա Սարեթանցի կնոջը հրամայել եմ քեզ կերակրի։ Սոված ես։ Գնասա, հիշում եք այդ պատմությունը։ Գնում է կնոջը ասում է մի կտոր հաց էլ ինձ բեր, ասում է վերջինն ուտում ենք ես ու երեխեն մեռնենք, ասում է Տերն դու բեր ես էլ ուտեմ ձեր հետ։ Այդ կինը հավատքի քայլ է անում, այո։ Հավատքի քայլ անում, բերում է ուտում են ու հետո յուղը լցվում է, ասում ինչքան բաներ ունես, կաստրուլի անոթներ ունես, բեր բոլորը ասում է յուղը չի պակսի, սաղ կլինի։ Ու մենք, ես ինձ, մենք քարոզիչներս վերցնում ենք այդ մասը եւ սկսում ենք քարոզել։ Իրա վերջինը տվեց Սարեթանցիկինը։ Իր այն վերջի ունեցվածքը տվեց ու տեսեք Տերը օրհնեց իրան։ Ժողովուրդ, վաղը ձեր սաղ ունեցվածքը կբերեք, կտակ ու ձեզ Տերը օրհնելու է։ Ծիծաղումը գիտեք, որտեղ ես դրան գնացել եմ։
Ինչ ասել են, արել ենք, մտածել ենք, հարց չկա։ Ես մտա հավատքի ու մտածեցի, սաղ աճելի է, գնալ եմ առաջ, հալելույա, ու մի անգամից խանութս կորցրեցի։ Այն մարդ, հենց ասին 10-րդը տվեցի, ամեն ինչ ձեր կյանքում լավ ալնեմ, տվեցի սաղ փողից ընկավ, գործից կտրվեցի, ես ինչ դավանանքներ արեցի։ Այսա, ուզում եմ ձեզ ասել, այն հավատքն է, որ կտրված է Աստծո վկայությունից։ Ուղղակի գործածում ենք այդ հավատքը։ Նախ հավատքը ստեղ ընդհանրացնեմ նաև երկու միտք։ Նախ վկայություն Աստծուց անելու եւ հետո վկայություն, որ դա արեցիր։ Սա երկկողմանի ճշմարտությունը երկու հաստատում ունի, համաձայն եք։ Դա մենք երբ որ վկայություն ենք ստանում դա անելու, հիմա տեսեք ստեղ Աբելի ու Կայենի մասին էլ բերեմ, քարոզչություն ոնց էին անում։ Կայենը ասում ենք բաներ, պտուղից երկրի բերեց, չէ, Աբելը բերեց կենդանիներից, քանի որ գառնարած էր, արյան զոհ տվեց, ու մենք քարոզիչներ ես, մենք, ես, քարոզում ենք այսպես, Տերը նայեց, որովհետև ինքը զոհ տվեց, իսկ նրանը չնայեց, որովհետև ինքը սովորական իր ավելցուկից բերեց այդ նյութական մտածելակերպը, տալիս ենք ժողովրդին ու ժողովուրդը մտածում այ մոտ, իսկապես պետք է լուրջ զոհը, թե սա քրիստոնեությունից բաժանված չի զոհը, բայց մենք պետք է ճիշտ աստվածահաճո, Աստծո ուզած հավատքի քարոզչություն անենք, սիրելիներ։ Մեր հավատքը, հիմա մենք ստեղ եկել ենք, դուք հավատքով եք, չէ՞ եկել բոլորը։ Մենք հավատքով ենք ապրում։ Եկել ենք, հիմա ես եկել եմ ստեղ կամ ժամանակը կսպանեմ կգնամ, կամ իսկապես այդ իմ հավատքը Աստված հաճելում է հիմա ինձ։ Իմ երգերը հաճելում է, ես երգում եմ, հաճելում է այդ, փառաբանում եմ, հաճելում է այդ, թե ուզեցի Գևորգ աղբերը ստենալ, ես ինչքան լավ եմ։ Այս մենք այնքան նուրբ տեղեր է, մենք մարդ ենք, մենք սովորում ենք դրանում, համաձայն ենք, մենք միշտ սովորում ենք, ես սովորում եմ, ես միշտ սովորում եմ իմ սիրտը ուղիղ պահեմ Տիրոջ առաջ, իմ մոտիվները ուղիղ պահեմ Տիրոջ առաջ, որովհետև մեզ մոտիվացիա տվողը Տերն է։ Ձերն կարելի է բարիքներ անել, բարեգործություններ անել, բայց Աստված չփառաբանի, եթե գիտեմ հաստատ գիտեք, ասեք ամեն։ Մենք պետք է Աստծով անենք, իրանից լսենք, անգամ այն լավ բանը, որ անում ենք, իրանից անենք այդ բարիքը, որ իրան էլ փառավորենք։ Հիմա Կայեն Աբելը բերեմ։ Ես եմ սենց մտորել։ Կայենը, եթե Կայենը իսկապես աստվածապաշտ էր, իր զոհը վատը չէր լինելու, չէր վկայելի, որ վատն է։ Ես սենց եմ կարծում, որ ինքը տեսել էր, Աբելը պաշտամունք է տալի Տիրոջը, Աբելը որտեղ Աստծուն հաճելի մարդ էր, ինքը Աստծուն զոհ էր տալիս, ինքն էլ աղբորը մրցակցելով, բերեց ասես մի բան էլ ես անեմ, աղբերս սենց բան անեմ, բերես էլ ես անեմ, ու գրված է, որ Աստված վկայեց, որ Աբելին ընդունում են, վկայեց, որ քոնը չեմ ընդունում, բայց գրված չի զոհի տեսակի պատճառով չեմ ընդունում, նրա պատճառով, որ Աբելը անում էր Աստծուն հաճեցներ, այդ իր կյանքն էր, ինքը դրա մեջ ապրում էր, ինքը ուզում էր Աստծուն հաճեցնել, բայց Կայենը սովորական, դե այն անում էր Կայենը մեկի, դա համար այդ մրցակցությունները կան, դա համար բռնեց իր աղբորը սպանեց, եթե լավ մոտիվացիայով է իր անում, եթե Աստծուն փառք է բերում, քո աղբորն չես փչացնում, եթե կամ քո եկեղեցին լավն է, կարեն աղբոր քարոզած, այն մի եկեղեցի, դու չես մրցակցության մեջ ընկել, եթե բոլորը նույն Աստծուն ենք պաշտամունք տալիս։ Հավատքը մեզ տրված է Աստծուն հաճեցնելու համար։ Միտեղ էլ հիշեցնեմ, Թիմոթեոսի մեջ ասում է, ոմանք վերջին օրերում ինչ կանեն, հավատքից կհեռանան։ Բայց որ կարդում եք, ասում է, աստվածպաշտության կերպարը կմնա, այսինքն հավատացյալ կկոչվեն, հավատքի մեջ կճանա, այսի հավատացյալներն են, սաղին են ասելու, բայց ասում է, ոմանք հավատքից կհեռանան, որ հավատքից կհեռանան, սիրելիներ, այլ եկեղեցի չեն գնա, խոսքը դրա մասին չի, այս հավատքից, որ Աստծուն հաճեցնող հավատքը։ Սա խոսում է հավատացյալներից, մեզ է խոսում, որտեղ ասում է հավատքից կհեռանան, այսինքն հավատքի մեջ էին, հիմա կերպարը փոխվեց իրանց մոտ, իրանք էլ չեն մտածում Աստծուն հաճելի լինել, իսկ մենք Տիրոջ առաջ ենք, մենք ուզում ենք ամեն բան անենք, որպեսզի մեր Տիրոջը հաճելի լինենք։ Այսքան կարճ կյանքումս քարոզած չկան։ Բայց ես էլ օրնվեցա։ Եկեք փառքանք Տիրոջը, աղոթենք մեր գործերը, մեր ինչ որ անում ենք,
որ մենք օրինակ ստեղ եկել ենք, ես ու Կարեն ախպերը, հիմա կարող անջատեք, թե Տերը ձեզ օրհնի, դուք եք լրիվ հասկացա։ Հիմա մենք գալիս ենք ստեղ, չէ, ասենք դե կարանք սա դե գնացող չկա, իրանք մերկու բաներ մենք ասենք ժողովրդին, չէ։